Համոզված եմ շատերս այսօր ցավով ենք հետևում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, եւ այն մթնոլորտը, որը առաջացել է, խոսում է ոչ միայն քաղաքական ճգնաժամի մասին, այլ խոսում է շփման որակի եւ հարգանքի լրջագույն ճգնաժամի մասին։ Այս ատելության մթնոլորտը եւ պառակտված վիճակը մեզ լավ տեղ չի կարող տանել, հարգելի հայրենակիցներ։ Այն աղետների ժամանակ հարաբերական կամ ձևական համերաշխությունը ոչինչ չի նշանակում։ Մեր պատերազմը երբեք չի ավարտվել։ Եթե սենց իրար միշտ պետք է ուտենք, էլ ինչ թշնամի։ Մեզ կմաշենք, մեր դիմադրողականությունը կզրոյացնենք, իսկ մեր թշնամիներին այլևս բան չի մնա անելու։ Եվ այսպես շարունակվելու է, եթե օրվա իշխանությունը ու ընդդիմությունը լինեն նախորդ 30 տարվա նույն դեմքերը, ովքեր կիսել են քաղաքական դաշտը, կիսել են բիզնեսը, վերջերս կիսել են Հայաստանը, իսկ քաղաքական առումով իրենց վաղուց սպառել են, եւ նրանց այլ բան չի մնացել, քան ձեռքերը տակածել քաոսի կարակի վրա եւ իշխանություն պահել։ Նրանք դրա համար են բիզնեսի եւ մեդիաների տեր դարձել, որ Հայաստանը այսօրի հասցնեն եւ սկուլ տեղի վրա հանձնեն թշնամիներին։ Կարելի ուղղակի ապշել նրանց անխղճության եւ սխալների մեջ համար լինելու վրա, բայց զարմանալու բան չկա։ Նման պառակտված մթնոլորտ ստեղծելու որոշում կայացնողները եւ մեր ժողովրդին անդեմ դարձնողները մերկ են գործում պատմության առաջ եւ պատասխան պետք է տան։ Նրանք Հայաստանը ներսից քանդեցին եւ նրանց բոլորին պետք է հեռացնել քաղաքական դաշտից։